Բուդդայականության հիմնական պահանջներից մեկն է չարիքին բռնությամբ չդիմակայելը։ Եվ այս նորմը, որ արդեն 2500 տարվա պատմություն ունի, ժամանակին ընդունվել է աշխարհի կողմից որպես հռչակված որակ, հռչակված արժեք։ Այնուամենայնիվ իրական արժեք այդպես էլ չի դարձել։ Եվ դեռ ավելին, մենք տեսնում ենք, թե ինչպես ակնհայտ ոտնահարվում են բարիքի բոլոր կողմերը։ Մենք տեսնում էինք ժամանակին, թե ինչպես են ոտնահարվում օրենքները։ Այժմ մենք տեսնում ենք, որ օրենքները արհամարվում են, եւ ոչ միայն արհամարվում են, այլ անտեսվում են ակնհայտ ձևով։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է չարիքը տարածվում ամբողջ աշխարհում, տեսնում ենք, թե ինչպես է չարիքը արմատավորվում նաեւ մեր երկրում, եւ այդ ամբողջի հետ շատ դժվար է հասկանալ, իսկ ինչպես վարվել, ինչպես լինել ընդհանրապես։ Եվ երբ որ վերադառնում ենք այս հիմնարար պահանջներից մեկին, մենք սկսում ենք հասկանալ այնուամենայնիվ, որ ճանապարհը միևնույն է առկա է։ Դա միջին ճանապարհ է, շատ դժվար տրվող, որովհետև ցանկացած ծայրահեղությունը վտանգավոր է։ Ընկնես մի ծայրահեղության մեջ եւ կդառնաս չարիքի մաս։ Ընկնես մյուս ծայրահեղության մեջ եւ կկորցնես կարիք-ցանքը։ Եվ որն է այդ միջին ճանապարհը։ Եվ ըստ այդմ մենք ունենք 3 հիմնական փուլ բուդդայականության մեջ։ Առաջին փուլը հրաժարվել չարիքից իսպառ, չունենալ ջղայնություն սրտում։ Եվ դրա վրա մենք ունենք հիանալի տարբեր արտահայտություններ, ունենք նաև առակ, երբ որ աշակերտներից մեկը եկավ եւ հարցրեց կատարյալին, ասեց իսկ ինչպես վարվեմ, երբ որ մեկը ինձ բրդում է օրինակ, ինչպես պատասխանեմ ես այդ պահին։ Ու պատասխանում է կատարյալը, եթե քայլում ես անտառով եւ ծառից հանկարծ քամուց կամ զուտ, որովհետեւ հիներ ճյուղը ընկնում է ճյուղ քեզ վրա, ինչպես կանես, ասում ինչպես կանեմ, մի կողմ կդնեմ ճյուղը եւ կգնամ առաջ, ասում է կարողացիր այդպես վերաբերվել չարիքին, թող քո սրտում մնա խաղաղությունը։ Հասկանալով դա, այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ կան նաեւ մյուս կողմերը։ Ըստ այդմ մենք գալիս ենք երկրորդ փուլին, որ մենք պետք է կարողանանք հեռացնել մեր սրտից մտատանջությունը։ Այսինքն դիտարկելով ամբողջ չարիքը աշխարհում, մենք չընկնենք ոչ տագնապի, ոչ անընդհատ հոգսաշատության, ոչ այդ ամբողջ դրսևորումների մեջ, սակայն նաև կա երրորդ փուլը, որը եւս շատ կարեւոր է։ Յուրաքանչյուր քայլափոխին կարողանալ կասեցնել չարիք։ Այս երեքը միասին կարող են թվալ պարադոքսալ, եւ ինչ որ ձևով այդպես է, որովհետեւ առաջինի վերաբերյալ մենք ունենք կատարյալի հիմնական արտահայտություններից մեկը, որ շատ հայտնի է լայն շրջանակներում, ոչ միայն բուդդայական աշխարհում, ոչ միտեղ աշխարհում ատելությունը չի կասեցվում ատելությամբ, այլ ատելության բացակայությամբ է կասեցվում այն։ Ահա հավերժական ճշմարտությունը։ Ոմանք չգիտեն, որ մեզ վիճակված է մահանալ այստեղ։ Նրանք, ովքեր գիտեն, դադարում են կռվել։ Մենք ունենք կատարյալի այս հիմնարար ճշմարտությունը նորից։ Նաև հասկանում ենք, որ իրոք սրտից պետք է դուրս հանենք մտատանջությունը, որպեսզի ոչ տագնապ, ոչ անհանգստություն սրտում չունենանք։ Շատերը սակայն իսպառ չհասկանալով այս երկրորդ կետը, հակառակը ինչ որ ձևով պղծում են այն, այլասերում են եւ հասկանում են այլը, հասկանում են, որ այս երկրորդ կետը նշանակում է ընդհանրապես անտարբեր լինել ամեն ինչի հանդեպ, եւ որոշակի ձևով հենց սա է բուդդայականության հանդեպ սխալ ընկալումը, որը ցավոք սրտի տարածված է արևմտյան աշխարհում։ Մենք իսպառ չենք խոսում անտարբերության մասին, որովհետև կարիք-ցանքն է ամբողջի առանցքը, եւ կարիք-ցանքը թույլ չի տալիս, որ լինես անտարբեր, եւ դեռ ավելին, երրորդ փուլը չարիքի պարտադիր կասեցումը յուրաքանչյուր քայլափոխին, նաեւ ասվում է, որ իսկ եթե չես կասեցնում, ապա արմատական անկում ես ունենում։ Այս ամբողջը միացնելը շատ դժվար է, բայց անհրաժեշտ է հիրավի,
եւ դրա համար պայքարում ենք ճարիքի դեմ, բայց սրտում թույլ չենք տալիս, որ լինի ջղայնություն կամ ատելություն։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մարդիկ դրանում ինչ-որ բան չեն հասկանում, ապա պատճառը միմիայն նրանց մեջ է։